լավ է, երբ որ քո կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են, բաց են Աստծո համար, բայց նաև Աստծո համար էլ շատ լավ է, երբ որ մենք պատրաստական կարանք կանգնենք Աստծո առաջ, որ ինչ որտեղ էլ Աստված հենվի մեր վրա հստակ, վստահ իմանալով, որ ամեն բան լավ է լինելու։ Այո, մենք հենց այդ մարդիկ ենք։ Այդ մարդիկ ենք, ում վրա Աստված տեսել է, ձեռքը մեկնել ու ասել է, դու ես այն մեկը, ում վրա կարամ այս երկրի վրա ես ամուր կանգնեմ, հենվեմ ու իմանամ, որ չենք Տիրոջ գործը թուլությամբ չենք անելու, չենք կասկածելու Տիրոջ զորության ու գործերի մեջ, Տիրոջ հավատքի մեջ, այլ ամեն ժամանակ գնալու ենք առաջ։ Տերը թող օրհնի ձեզ, ել ավելին զորացնի։ Հավատում եմ, որ այսօրվա, այս օրը, այս խոսքը ամեն մեկիս համար իրականում կլինի բժշկություն, որովհետև դա էլ ճանապարհ է, որ ես ու դու պետք է անցնենք։ Ուզում եմ սկսեմ այսօրվա ուղերձը Մատթեոս 11-րդ գլխի 28-րդ խոսքից, երբ որ Տերը ասում է. ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Այսօր կոչ ասա ամեն Տիրոջ լսողին, ամեն ականջին, որ լսում է այսօր։ Տերն ասում է ինձ մոտ եկեք, ես եմ, որ ամեն հոգնածին ինչ կանեմ, բժշկություն կտամ, ամեն վաստակածներին, բեռնավորվածներին, հանգիստ կտամ Տերը ամեն մեկին։ Կոչ այսօր Տիրոջից ամեն մեկից, բայց երանելի կլինես դու, որ լսես ու կատարես Տիրոջ խոսքը, որովհետև շատ տարիներ առաջ մենք տեսնում ենք, որ խոսքը ամեն մեկին, մեր պապ ու պապերին, ժառանգաբար եկել այս խոսքը, հասել է այսօր ինձ ու քեզ, ու ինձանից, քեզանից հետո էլ այս խոսքը մենք պետք է տարածենք ամեն ժամանակ մեր զավակներին, մեր երեխաներին, մեր թոռներին, մեր ծոռներին, ամեն անգամ ինչ պետք է անես, դու պետք է քո Տիրոջը ներկայացնես ու ասես, Տերն իր խոսքում ասում է, ես եմ միակ ճանապարհը, ինձանից ջոկ ուրիշ Աստված չկա, ես եմ միակ ճշմարտությունը։ Դրա համար Տիրոջ խոսքին հավատալով, որ Տերն ասում է ինձ մոտ եկեք, այս կոչը այսօր, այս հրավերքը մենք պետք է ընդունենք ումից, մեր Տիրոջից, որովհետև մենք շատ լավ ենք երգում, որ առանց Տիրոջ չկա ոչ կյանք, առանց Տիրոջ չկա բժշկություն, առանց մեր Տիրոջ ոչ մի բան չի կարա փոխվի մեր կյանքում։ Դա սատանայի սուտն է, որ դու քո տանդ նստած կարաս իրավիճակ փոխես, որ դու ինչ բաներին հետևելով դու կարաս իրավիճակ փոխես։ Մենք կարանք տեսնենք այսօր Աստծո խոսքում, որ Տերը իր խոսքում նաև իր բարի լուրով կիսվում է ամեն մեկիս հետ, ու Եսայայի գրքում 40-րդ գլխի 29-րդ խոսքում շատ բարի լուր այսօր այն մարդկանց համար, ովքեր եկել են Տիրոջ առաջ, սպասելով Աստծուց, Աստված էլ երբեք չի իրաց թափեցնում, այլ ասում է նայա հոգնածին ուժ տվողը, եւ նա կարողություն չունեցողին զորությունն աշատացնում։ Ասա նայա հոգնածին ուժ տվողը, եւ նա կարողություն չունեցողին զորությունը շատացնում է։ Անգամ երիտասարդները կհոգնեն, կվաստակեն, եւ ընտիրները թուլությունով կթուլանան, բայց բանալի խոսք ասեմ քեզ, ում պետք է հուսանք, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով։ Ասա ես այսօր նորոգվելու եմ նոր ուժով, թևերով կգնամ եւ չեմ հոգնի։ Ամեն։ Սա բարի լուր Տիրոջից ամեն լսողին, ամեն հավատացողին։ Այո, մենք ենք այդ մարդիկ, մենք ենք հենց այստեղ գրի քո անունը գրքիդ մեջ, գրի ասա ես եմ սա, որ Տերը տվել է ինձ այդ ուժը, որ նորոգվելու եմ ամեն ժամանակ, երբ որ ուժս կսպառվի, ես Տիրոջ զորությունով եմ զորանալու, երբ որ թևերս կթուլանա, ես հավատում եմ, որ Տերը քեզ կտա այդ թռիչքի թևերը, նորը կտա Քրիստոսով, արծիվների պես ես դու թռչելու, կվազես, չես վաստակի, երբեք չենք հոգնելու, երբ որ դու Քրիստոսի հետ ես քայլում, երբ որ դու մենակ չես, երբ որ դու քո խնդիրների հետ մեկ չես, երբ որ դու ինչ որտեղ չես փնտրում, այլ Տիրոջն ես հուսացած,
որովհետև խոսքն ասեց եկեք ինձ։ Եթե մենք այս հրավերքը ընդունենք Տիրոջից, Տերը հենց քեզ նրա մոտ գնացողին պատրաստ է ավելի ու ավելի զորացնելու։ Հավատում ես, որ դու իրավիճակների մեջ վազելու ես, բայց չես հոգնելու։ Կգնաս, ամեն չես հոգնի։ Ամեն իրավիճակների մեջով անցնելու ենք։ Ես հավատում եմ, որ այն խոսքը, այն ճշմարտությունը, այո, այն կերակուրը, որ վերցրել եմ Աստվածաշնչից, Տիրոջ խոսքից, այստեղ շատ բաներ կա։ Մենք մեկ օրում չենք կարող ամեն բանի մասին խոսալ։ Տարիներ շարունակ մենք կարդում ենք գիրքը ու օրեց օր ավելի ենք նորոգվում։ Շատ անգամ զարմանում են մարդիկ, որ այսքան տարի մենք գալիս ենք եկեղեցի ու ասում են՝ դուք չկարդացիք այդ գիրքը, չվերջացրեցիք այդ գիրքը։ Էլի ունեք բան կարդալու, չեն հասկանում, որ մարդը ինքը ստեղծված է անընդհատ ուտում մարսում։ Սիրելիներս, մենք էլ ունենք հոգևոր մարսողություն։ Այսօր սա կերակուր է, որ մենք այսօրվա համարը, որ պետքա դու ուտես ու մարսես։ Ամեն։ Խնդրենք Տիրոջից, այո Տեր, թող այսօրվա խոսքը իրականում մարսելի լինի ամեն մեկիս տամոքսի համար, ամեն մեկիս հոգու փրկության ու զորության համար։ Փառք ամենակարող Տիրոջը։ Դրա համար, երբ որ կարդացի այս խոսքը ու ասեցի Տեր ջան, դու այնքան հիանալի Աստված ես, երբ որ կանչում ես մեզ, դու նաև քո խոսքով զորացնում ես։ Այնպիսի ծնող չի Տերը, այնպիսի հովիվ չի Տերը, երբ որ կանչի քեզ ու ասի ծնվել ես, հա, ծնողը երեխան ունենում ասում է հետո գնա այդպես ապրի։ Միջև հավիտենականություն Տերը մեզ համար ժառանգություն ունի։ Տերը մեզ համար ասելիք ունի։ Նա մեր համար ամեն բան արել է արդեն։ Պատրաստի տվել է մեզ։ Ուղղակի ինչ է մնում։ Հավատալ Աստծուն, վերցնել ու գնալ առաջ։ Չերկմտել, չտատանվել, այլ հավատալ ու ասել Տեր, եթե դու մարգարեի բերանով տարիներ առաջ ասել ես, սա նաև ինձ է վերաբերվում, որ դու ես այն Աստվածը, որ ամեն ժամանակ, երբ որ ես տկար լինեմ, ում ենք կանչելու, մեր ամենակարող Աստծուն։ Երբ որ ընկած լինես, դու պետք է իմանաս, որ միայն ճանապարհներդ դեպի Տիրոջը պետք է տանի։ Երբ որ թևերդ թուլացել է, ում պետք է հուսաս, ում պետք է ասես, միայն այն Աստծուն, ով որ քեզ ստեղծել է ու նա գիտի, թե քեզ ոնց պետք է այդ իրավիճակների մեջից հանի։ Դրա համար գնանք առաջ Աստվածաշնչով, տեսնենք ինչպես կային մարդիկ, ովքեր շատ դժվարությունների մեջով անցան, բայց հաղթահարած դուրս եկան։ Ու այսօր ես ու դու էլ այստեղից ու մեր կյանքի ամեն օրը մենք հաղթանակով անցնելու ենք, որովհետև մենք ճանաչել ենք մեր Փրկչին, ճանաչել ենք մեկ անուն, այսօր երգում ենք Հիսուս, բժշկությունը այդ անվան մեջ է։ Հարստությունը այդ անվան մեջ է, օրհնությունները այդ անվան մեջ են, ու ինչքան բաներ կարող ես դու թվարկել քո կյանքի մեջ, այն ինչ որ խնդիրներ դու ունես, որ ամեն բան մեր Տիրոջ անվան մեջ է։ Փառք մեր ամենակարող Տիրոջը։ Հովհաննես 14:6 Հիսուսն ասում է. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Հավատում ենք, չէ, որ նա է ճշմարիտ ճանապարհը, նա է կյանքը, նրա մեջ է ճշմարտությունը։ Դրա համար էլ Տերն ասում է եկեք ինձ։ Նա շատ լավ գիտի, որ այս աշխարհում կան շատ ու շատ ճանապարհներ, կան շատ ու շատ ընտրելու ինչ որ բաներ քո առաջ դրված, որ դու կարաս ընտրություն կատարես, բայց այսօր Տերն իր խոսքով մեզ ճշմարտությունն է բացում ու ասում է սիրելիներս մի շեղվեք, կարդացեք Աստծո խոսքը ու գնացեք առաջ, ասում է ես եմ ճանապարհը, ճշմարտությունը ու կյանքը, ով որ Տիրոջը հարի, այո նրան կյանքն ավելին կզորանա, ով որ Տիրոջ մեջ քայլի, ճշմարտությամբ կառաջնորդվի, ով որ Տիրոջ հետ քայլի ամեն ժամանակ, հավատա խոսքն ասում, մենք չենք մեռնի, այլ կապրենք, այո սա փրկություն է, սա է ճշմարտությունը, որ դու այստեղ նստած ես, դու արդեն վայելել ես, ճաշակել ես Տիրոջ կյանքը քո ներսում, ամեն, որովհետև միայն ֆիզիկականով չենք մենք ապրում, մարդու մարմինը կարա ինքը քայլի, ապրի, շնչի, բայց մարդու ներսը, հոգին կարա մահացած լինի, բայց այսօր մենք ամեր ֆիզիկականն ենք տվել Աստծուն, ու նաև մեր հոգին ճանաչել է Տիրոջը, ու նաև ճաշակել է կյանքը այս երկրի վրա եւ հավիտենականության մեջ, փառք Տիրոջը։
Ամեն։ Հալելույա։ Ուզում եմ բացենք Սաղմոս 37:5-ը։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Տիրոջը հանձնիր քո ճանապարհը, եւ նրան հուսա, եւ նա կկատարի։ Ուզում եմ մի փոքր sense աստվածաշնչյան խոսքերով անցնենք առաջ ու հասկանանք, որ այո, եթե Տերն ասում է ես եմ ճշմարտությունը, ու այստեղ Սաղմոսի մեջ ասում է Տիրոջը հուսա, հանձնիր նրան քո ճանապարհները եւ ասում է նա կկատարի։ Երբ որ մենք տալիս ենք մեր կյանքում ամեն իրավիճակ Տիրոջը, հավատա նա է կատարողը։ Հավատա նա է ամեն բան անելու մեր կյանքերում։ Չլինի այնպես, որ ասենք Տեր, հանձնում ենք քեզ, շրջվենք ու անենք այն, ինչ որ մենք ենք ուզում, այլ քո ամբողջ շունչ հոգի մարմին, քո միտքդ, ամեն բան, տուր Տիրոջի ու ասա Տեր, ես գիտեմ, որ դու ես անողը ամեն բան։ Չէ որ դու ես ասել, որ հոգնածին դու ես ուժ տվողը, զորացնողը Տեր ջան, այս ճանապարհներն էլ, որ այս երկրի վրա ես անցնում եմ, սա անցողիկ է, որովհետև մենք անցնելու ենք ու հաղթելու ենք։ Դրա համար Տերը շատ լավ գիտի, որ դժվարությունները գալու են։ Ու նա ասեց, ես եմ ճանապարհն ու ճշմարտությունը, ու Սաղմոսի մեջ էլ խոսքն ասում է հանձնիր նրան, ճանապարհը տուր նրան, ով որ ճանապարհն է։ Նա է, խոսքն ասում է ես եմ, եթե ինձանով, եթե իմ հետ միասին չքայլեք, մենք չենք կարա հաղթանակների հասնենք։ Դրա համար հավատանք Աստծո խոսքին ու մեր կյանքի ամեն իրավիճակ հավատալով տանք Աստծուն։ Որովհետև Եսայայի մեջ 55-րդ գլխում Տերը հաստատում է իր ասածն ու ասում է 55:8-9 խոսքերը։ Որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը։ Հենց այստեղից է սկսվում, սիրելիներս, որ Տերն իր խոսքում ասեց ես ճանապարհն եմ, նա ցույց տվեց արդեն մեզ, ցույց տվեց այն ելքը, երբ որ իրավիճակներ կգան, մենք ում պետքա դիմենք։ Տես ասեց անգամ երիտասարդները, երիտասարդության մեջ, իրանց ուժերի մեջ են տկարները կթուլանան, բայց Տիրոջը հուսացողները ամեն ժամանակ հաղթանակ ունեն։ Ու Տերն իր խոսքում ասում է, որ շատ անգամ մենք, գիտես, մեզ մեծամիտ ենք զգում, մտածում ենք մեր ուժը, մեր զորությունը, մենք կարող ենք ամեն բանի հասնել։ Ինչի՞ չէ, մենք էլ քայլել ենք ու անցել ենք այս ճանապարհով, բայց Տերն ասում է, սիրելիներս, ես եմ այն ճշմարտությունն ու ճանապարհը, ու իմս ուրիշ է, դրա համար մենք պետք է հանձնվենք Աստծուն։ Այս իրավիճակներում մենք պետք է ասենք Տեր, միգուցե մեր աչքերը ինչ որ ուրիշ բան են տեսնում, բայց դու ունես ելք դրա մեջ, որովհետև Տերն իր խոսքում հստակ ասում է, իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, որ շատ անգամ մենք մեկս մյուսին տալիս ենք մարդկային խորհուրդներ են, ինչ որ դու անցել ես, երբեք քո խորհուրդով, քո մտածելակերպով, ոչ քեզ հավաստիացրու, ոչ էլ կողքինից, տուր Աստծո խոսքն ու ասա, նա է ճանապարհը, հանձնվիր, հենց առաջինը դու քեզ ասա, հանձնվիր, հետո կողքինից կասես, հետո քո տան անդամներին կասես, հետո նրան կասես, ովքեր որ ում որ պետք է որ անցնեն այդ ճանապարհի միջով։ Եկեք ճանաչենք Աստծուն։ Այսօր այդ օրը որ պիտի ճանաչենք Աստծուն ու գնանք առաջ։ Այո, Տեր, իմ խորհուրդները քոնը չեն, որովհետև դու ես ասել, քո ճանապարհները Տեր ջան, իմ ճանապարհները չեն, ասում է Տերը, այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներից եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներից։ Այո, սա էլ է լուր ամեն մեկիս, բարի լուր, որ մենք հասկանանք ու մեր միտքը, մեր մտածելակերպը, ինչ որտեղ մեր ուժերը, ինչ որ բաներ, մեր զենքերը այս երկրի վրա վայր դնենք ու ասենք Տեր, մեր տեղը միայն քո ծնկերի, մեր ծնկները միայն քո առաջ է, որ պիտի խոնարհվենք ու ամեն ժամանակ հանձնվենք քեզ ասելով Տեր ջան, չեմ մտածելու նենց, Տեր, երգում ենք, այն ինչ որ իմ աչքերը տեսնում է, չեմ ուզում հավատալ, այն ինչին որ տեսնում եմ, այլ ուզում եմ հավատալ նրան ինչ որ գրված Աստծո խոսքի մեջ, ինչ որ Տերը տվել արդեն մեզ։ Դրա համար Տերն ասում է ճանապարհը ես եմ ու պետք է այսօր այո ժամանակն է, որ հանձնվենք ու ասենք Տեր, մեր ճանապարհները պետք է խաչենք Տիրոջ ճանապարհների հետ, միանանք Տիրոջ հետ, մեկ դառնանք Տիրոջ հետ ու գնանք առաջ։ Համաձայն ես,
որ ամեն բան պետքա թողենք մի կողմ ու ասենք Տեր, մեր այոն այո է լինելու, եթե դու ես ասում այո։ Թող այն ինչին որ Տերը ոչ ասել, դու էլ ոչ ասող եղիր ու գնա առաջ Տիրոջ հետ։ Ու երբ որ սա նաև խոնարհության ճանապարհ է, երբ որ դու քոնը մի կողմ ես դնում ու ասում ես Տեր, ես վստահում եմ քեզ, անկախ ամեն ինչից, միգուցե իմ աչքերը չեն տեսնում, ես չեմ տեսնում իրավիճակներ, բայց ես հանձնվում եմ, որովհետև վստահում ու հավատում եմ, որ ունեմ Աստված, որ ամեն ժամանակ ինձ կօգնի ու կբարձրացնի։ Փառք ամենակարող Տիրոջը։ Ամեն։ Հալելույա։ Ու ասեմ քեզ, որ դեռ սկզբից Աստված, երբ որ մարդուն ստեղծեց, նա իրապես ստեղծեց։ Ու անգամ մարդը մտածում էր այնպես, ինչպես որ Տերն էր մտածում։ Բայց եկավ ժամանակը, երբ որ չարը մտավ մարդու մեջ, նա փոխեց ամեն մտածելակերպ։ Արդեն Ադամն ու Եվան սկսեցին մտածել ուրիշ ձևով։ Ինչ որ Տերը ասել էր, հա, արդեն ինչ արեցին, անհնազանդություն եւ այլն, ու չարեցին, չգնացին այն ճանապարհով, ինչ որ Տերն էր ասել։ Եթե Տերն ասում է, միայն այստեղից պետքա օգտվես, մենք պետքա լսող լինենք Տիրոջը։ Ու հենց այդ ամենասկզբից մենք տեսնում ենք, որ ճանապարհները շեղվեցին մարդու։ Ու Ծննդոցի մեջ 8-րդ գլխում խոսում է մի բանի մասին, որ ասում է մարդու սրտի խորհուրդը մանկությունից չարա, մանկությունից։ Մի ասա, ես բարի եմ, ես շատ լավն եմ, մարդկանց գործերը բարություն եմ անում, սա եմ անում։ Տերն ասում է, եթե քո մեջ չունես կենթանի ճանապարհն ու ճշմարտությունը, եթե դու չունես Տիրոջը, չունես Հիսուսին, մարդը չի կարա փրկություն ունենա, մարդը չի կարա բարի լինի հենց ինքն իրանով, որովհետև արդեն ադամական այդ մեղքով դեռ ծնված երեխան նրա արյուններում արդեն մեղքը գործում է։ Ու ուզի ինքը մեծանալով չարությունը իրա մեջ է։ Ու երբ որ շարունակում ենք Ծննդոց 6-րդ գլխում, որ շատացել էր մարդկանց չարությունը երկրի վրա, եւ նրանց սրտի խորհուրդները, բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ Չար էին ամեն օր։ Մարդը ծնված օրվանից խոսքն է ասում, չարությունը նրա մեջ է։ Նրանց ճանապարհները, նրանց միտքը, նրանց որոշումները, նրանց խորհուրդները արդեն դեպի չարության էին գնում։ Ու դրա համար այսօրվա կոչը, որ Տերն ասում է, եկեք ինձ, դմանվեք ինձ ու քայլեք իմ ճանապարհով։ Ու երբ որ տեսնում է Տերը, որ մարդը ամեն ժամանակ, ասում է ամեն օր նրանց ճանապարհները քանի գնում ու ավելի էր չարանում։ Ու Երեմիայի մեջ, Երեմիա 17-րդ գլխում, Հալելույա, 9-10-րդ խոսքը։ Խորամանկ է սիրտն ամենից ավելի եւ ապականված, որովհետեւ մենք տեսանք, որ ինչքան գնում է ու հիմա էլ ապականվում է մարդկանց խորհուրդները, մարդկանց ճանապարհները, մարդկանց որոշումները։ Նրան ով կարող է հասկանալ։ Ու 10-րդ խոսքում Տերը մի լավ բանալի է տալիս, ասում է ես Տերս միայն կարամ այդ սիրտը վերանորոգեմ, այդ փշրվածը վերականգնեմ, այն ինչը, որ թշնամին եկավ ու գողացավ, որովհետև Տերն առողջ սիրտ էր տվել մարդուն, առողջ մտածելակերպ էր տվել մարդուն։ Գիտես ինչի համար եմ սիրտը կապում ճանապարհի հետ, որովհետև եթե մարդու սրտում ինչ որ որոշում կա, նրա ոտքերը հաստատ կքայլեն այդ ճանապարհով։ Դրա համար առաջինը մարդը պետքա իր սիրտը բերի Աստծո առաջ։ Երբ որ քո սրտով դու Աստծո առաջ կլնես ու կհավատաս, հավատա ամեն բան, քո միտքն էլ, քո ոտքերն էլ, քո աչքերն էլ, քո ձեռքերն էլ, ամեն բան վազելու են Տիրոջ ետևից։ Դրա համար այսօր օրն է մեր սիրտը վերականգնելու Աստծո առաջ։ Ու Տերն ասում է խորամանկ էր մարդու սիրտն ամենից ավելին ապականված է։ Ով կարող է հասկանալ նրան։ Իհարկե, ստեղծողը, իհարկե, ով որ այդ սիրտը տվել է ինձ ու քեզ։ Այո, եթե բժիշկը, եթե դու գնում ես բժշկի ու դու հիվանդ ես, իսկ եթե նա հենց սրտի բժիշկ է, ինքը գիտի քո սիրտը ինչպես կարա վերականգնի, ինչպես կարա բժշկի առողջացնի։ Ու այսօր մենք ճանաչել ենք մեր Տիրոջը, ճանաչել ենք մեր բժշկին, որ այսօր նրա մոտ ենք եկել ասելու Տեր, այո, առաջինը ուղղիր այն ամենը, ինչ որ միգուցե մենք չուզելով,
բայց եկել է ադամական մեղքով։ Այսօր մենք քո առաջ կանգնած ենք, ու գիտես ինչ, վաղը երբ որ գնաս տուն ու սխալներով քայլես, չարթարացնես քեզ ասելով դա ես չէ Եվան էր, ոնց որ Ադամը ասեց։ Չասես ադամական մեղքն է, երբ որ դու Տիրոջն ընդունում ես ու Քրիստոսին դու ընդունում ես քո ներսում, Տերն ասում է, մենք դառնում ենք նոր արարածներ, ու մենք չունենք իրավունք սխալվելու, չունենք իրավունք մեղք գործելու։ Այո, կտեսնենք, որ խոսքում ասում այո արդարներն են նեղության մեջով են անցնում, որովհետև շատ անգամ մենք մեր մտքի, մեր որոշումների, սխալ խորհուրդների ու ճանապարհների միջոցով, երբ որ Տիրոջը չենք լսում, մենք ինքներս մեզ գցում ենք այդ նեղության մեջ ու ասում ենք միգուցե սա Աստծո կամքն է, ոչ Տերը իմ ու քո համար այդպիսի ճանապարհ չի պատրաստել, այլ ամեն ժամանակ Տերը հարթում է ճանապարհները, ուղի հարթող է, հրաշքներ գործող է մեր Աստվածը։ Մենք հավատում ենք մի Աստծու, որ երբեք մարդուն հիվանդություն չի տալիս պատժելու համար։ Մենք հավատում ենք մի Աստծու, որ երբեք չի բերում աղքատություն ասի դու սրա մեջ պատժված ես, սրանով ապրի, այլ հավատում ենք մի Աստծու, որ ամեն իրավիճակների մեջ քեզ բժշկում ու կանգնեցնում է։ Եթե անգամ դու ես գործել այդ մեղքը, եթե անգամ դու հասկանալով ես արել ու ընկել այդ իրավիճակների մեջ, բայց Աստված սիրող, ներող, ողորմող, գթած, այնքան բազու ողորմ, ես չգիտեմ ինչպիսի բառերով կարանք մեր Աստծո ողորմությունը նկարագրենք, իր սիրո չափը այնքան մեծ է, հենց այդպիսի Աստծուն ենք մենք հավատում, բայց մեզ պետք է այսօր ընդունել Տիրոջ կոչը, որ ասում է եկեք ինձ, եթե դու չգնաս, ոնց կարա Տերը քեզ ընկածիդ բարձրացնի, եթե մենք այսօր Տիրոջ ոտքերի առաջ չլինենք, ոնց կարա Տերը բժշկություն տա հիվանդին, մենք պետք է քայլ անենք, այսօր այդ օրն է, որ պետք է քայլենք Տիրոջ առաջ, վերցնենք օրհնությունը Տիրոջից ու գնանք առաջ։ Այո Տեր ջան, մենք գիտենք, որ սիրտը մարդու ապականված է, եւ Տերն ասում է, ով կարող է հասկանալ դրան, միանշանակ Տերը, ես Տերս ասում անա, քննում եմ սիրտը, փորձում եմ երիկամունքը, միտքը մարդու ամեն, որ տանում է մարդիս իր ճանապարհների համեմատ եւ իր գործերի պտուղի համեմատ։ Այսինքն, երբ որ մարդը ինքն իր սրտով չարանում է, արդեն նրա ճանապարհները ինքնըստինքյան թեքվում է ուրիշ ճանապարհով, չի անում այն, ինչ որ Տիրոջ կամքն է, չի լսում այն, ինչ որ Տիրոջ կամքն է։ Դրա համար բժշկությունը պետք է հենց մեր սրտերին, որ մենք կարողանանք ընդունել ու ասել Տեր ջան, այո, մենք չենք անելու այն, ինչ որ մենք ենք ուզում, այլ անելու ենք նա, ինչ որ քո կամքն է։ Դրա համար շատ պետք է չվախենալ ու քո աղոթքներիդ մեջ ամեն ժամանակ հռչակես, խոսաս ու ասես Տեր, օրհնիր ինձ ու քո կամքին համաձայն իմ ոտքերս թոքայլեն միայն քո ճանապարհով։ Դու ճանաչում ես նրան, ով է կանգնած քո կողքին, դու վստահում ես նրան, անգամ վարքյան չես կասկածում, դու ինչ ես ասում, ասում ես գցիր Տիրոջ վրա, ասա Տեր, գիտես դա երբ ես անում, որ էլ ուրիշ ժամանակ հույս չունես, էլ ոչ մեկից ոչ մի բան չունես անելու, այդ ժամանակ խոսքն ասում է, գցիր Տիրոջ վրա, այն բոլոր քո գործերը ու կհաստատվեն քո խորհուրդները։ Համաձայն ես, որ մենք պետք է ճանաչենք Տիրոջը ու ամեն ժամանակ վստահորեն մոտենանք նրան, ոչ թե ասենք Տեր, եթե տանք տեսնես կլինի կամ ոնց կլինի, այլ Տեր ջան, ես հավատում եմ, իմ կյանքս քեզ եմ տվել, ամեն իրավիճակ հանձնել եմ քեզ, ոչ թե հանձնել եմ, այլ նաև գցել եմ քո վրա, վստահելով, որ միակը դու ես, որ քեզանից ուրիշ մեկը չկա, որ կարա դրանից լավն էլ անի ինձ համար։ Այսպիսի հավատք է պետք, այսպիսի վստահություն է պետք, երբ որ մենք Աստծո առաջ ենք կանգնած։ Սաղմոս 34:19 Հալելույա։ Շատ են արդարի նեղությունները, այո շատ են, նենց չի, որ մենք այս երկրի վրա ենք, այնպես չի, որ դու եկար ու Տիրոջը ընդունեցիր ու դու նեղություններ չես ունենալու։ Ես մի քիչ առաջ ասեցի, որ շատ անգամ դժվարություններ, նեղություններ, իրավիճակներ կա, որ մենք ինքներս ենք ընկնում այդ իրավիճակների մեջ, մեր մտքի, մեր որոշումների, մեր մտածելակերպի պատճառով։ Իրավիճակներ էլ կա, որ պետք է անցնես ու դրա մեջ զորանաս ու գնաս առաջ։
Բայց Տերն ասում անգամ եթե նեղությունները շատանա, բայց Տերն այն ամենից փրկում է նրան։ Նա փրկող Աստված է, նա իրավիճակներ շտկող Աստված է։ Ամեն իրավիճակում Տերը հանելույա մեզ այդ իրավիճակներից։ Դրա համար, երբ որ մարդը գալիս ասում, ինքը գիտի ամեն բան շատ լավ է լինելու, բայց Տիրոջ խոսքն այդպես չի ասում, ասում է Տիրոջ ճանապարհը նեղ է, փշոտ է, քարքարոտ է, դժվարություններ կան, բայց բարի լուր, այդ ամեն ինչի միջից ազատող Աստվածը ես եմ, ամեն ճանապարհի ելքը իրավիճակներ տվողը ես եմ, Աստվածը ասում իր խոսքում։ Դրա համար ինչքան էլ որ դժվարություն կա, մենք պետք է ինչ անենք, խոնարհվենք, հավատանք Աստծուն ու նրա ճանապարհների միջով քայլենք առաջ։ Փառք մեր ամենակարող Տիրոջը։ Նեղության մեջ կանչեցի եւ Տերը լսեց։ Սաղմոս 18:6։ Հալելույա։ Իմ նեղությունումը կանչեցի դեպի Տերը եւ դեպի իմ Աստվածն աղաղակեցի։ Նա լսեց իմ ձայնը, իր տաճարիցը եւ իմ աղաղակը նրա առաջը հասավ նրա ականջներին։ Փառք Տիրոջը, որ Աստված ամեն ժամանակ, անգամ դժվարության մեջ, երբ որ դու աղաղակում ես նեղության միջից, հավատա Տիրոջ ականջները քո ձայնիդ վրա են։ Ասում է եւ նա լսեց իմ ձայնը իր տաճարիցը։ Կանչեցի, ասում է, նա պատասխանեց ու լսեց իմ ձայնը։ Ու երբ որ մենք Աստվածաշունչը նայում ենք, Հովնանի կյանքն է, այսպես ասած, ուսումնասիրում Աստծո խոսքով մեր եղբոր։ Ու հասկացա, որ Հովնանի կյանքում էլ եկան նեղություններ ու դժվարություններ, իրավիճակներ, որ ինքը չէր ուզում, բայց անկախ իրանից, ինքն իր որոշումով, իր մտքով ու իր ճանապարհներով ինքը ինչ արեց, հեռացավ Աստծուց։ Ու մենք գիտենք, որ այս երկրի վրա, եթե մենք Աստծուց միլիմետր անգամ շեղվում ենք նրա ճանապարհից, այնտեղ ով է կանգնած, որ փափագում է, դռան ետևում ով է կանգնած։ Դրա համար ամեն ժամանակ Տերն ասում է իմ ճանապարհները բարին է, ճշմարտությունն է ու կյանքն է, մենք պետք է հետևենք նրան։ Հովնանի առաջի գլխում, երբ որ դու կարդում ես խոսքը, դու տեսնում ես, որ Տիրոջ խոսքը եղավ Հովնանին, ինչ ասեց, վեր կաց, գնա Նինվե։ Բայց ինչ արեց Հովնանը։ Չլսեց Տիրոջ խոսքին, չհնազանդվեց։ Շատ անգամ մեր կյանքում էլ դժվարությունները գալիս է այն ժամանակ, երբ որ մենք Տիրոջ ձայնը չենք կարում տարբերենք, կամ էլ շատ լավ լսում ենք, բայց մենք անում ենք այն, ինչ որ մեր սրտին է համաձայն, ինչ որ մեր միտքը, ինչ որ մեր աչքերն են տեսնում։ Ու նույնն էլ Հովնանը փոխանակ գնար Տիրոջ կոչման ետևից, Տիրոջ խոսքի ետևից, ու ինքը որոշեց, որ կարա փոխի Տիրոջ որոշումները։ Տիրոջ կամքը հստակ է, եթե նա մի բան ասում է, դու չես կարա քո ոչ մի լացով, ինչ բաներով դու չես կարա փոխես։ Տիրոջ խոսքը մաքրված ու զտված է, սուրբ է, արդար է։ Եթե նա մի բան ասել է, ուրեմն նա գիտի դրա ետևում ինչ է կախված, ինչ օրհնություններ կան։ Դրա համար պետք է մենք միշտ հնազանդվող ու Տիրոջ ետևից քայլողներ լինենք։ Ու ասում է Հովնանը վերակենում, որ Տիրոջ երեսիցը փարսից փախչի։ Քեզ ինչ է թվում, դու կարաս փախչես Տիրոջ երեսից, չես կարա։ Ասում է եթե ջրի տակ էլ իջնեմ այնտեղ ես, երկինք բարձրանամ այնտեղ ես, ուր էլ գնամ, որտեղ էլ գնամ, Տերը տեսնում է մեզ, նրա աչքերն ամեն ժամանակ մեր վրա է։ Ու այդ ժամանակ ասում է Հովնանը ինչ է անում, երրորդ խոսքը, եւ իջավ հոպե եւ մի նավ գտավ, որ Թարսիս էր գնում, եւ նրա վարձքը տվավ ու նրա մեջ իջավ ու գնաց։ Ու ասում անգամ վարձք տվավ։ Շատ անգամ մենք սխալվելով, սխալ ճանապարհ գնալով, շատ բաներ զոհում ենք, շատ բաներ տալիս ենք, այն ինչը որ Աստծո կամքը չի, բայց մտածում ենք, որ բարի գործ ենք անում։ Ասում է նա էլ ինչ արեց, վարձք տվեց, ինչ որ բան արեց, զոհեց, չէ, գումար տվեց գնալու համար, բայց փախնում էր Տիրոջ երեսից։ Ու ասում այդ ժամանակ, երբ որ Տիրոջ աչքերը տեսնում են, ու նա շատ լավ գիտի իմ ու քո հետագա կյանքը, երբեք Տերը չի թողնի։ Երբեք Տերը չի թողնի, որ դու գնաս ու հանգիստ, ասում է, գնացել պարկել էր նավի մեջ։ Տերը մի փոթորիկ բարձրացրեց, որովհետև ինքը գիտի մեր վաղվա օրը ավելի լավ, քան թե դու գիտես։
Եթե ինչ որ որոշումներ ես դու անում ու տեսնում ես, որ ինչ որ խառնաշփոթ, ինչ որ փոթորիկ կա ստեղծել, սա քո համար կարա լինի մարգարեական ու հասկանաս, միգուցե ես ճիշտ տեղում չեմ կանգնած։ Շատ էլ որ նա գումար էր վճարել, այդ տոմսն առել էր ու գնում էր, փախնում էր Տիրոջ երեսից։ Մեր կյանքում էլ կարան լինեն այդպես որոշումներ, որ մենք մտածենք, որ մենք շատ լավ բան ենք անում։ Ու ասում այնքան հանգիստ էր, այնքան վստահ էր, գնացել պարկել ու քնել էր, բայց փոթորիկ էր բարձրացրել իրա ու իրան շրջապատող մարդկանց կողմից։ Ու ես հասկացա, որ շատ վտանգավոր է քրիստոնյայի մեկ սխալը, որովհետև քո մի արած սխալի պատճառով կարա քո ամբողջ ընտանիքն էլ ընկնի այդ փորձության մեջ։ Կարաս դու քո եկեղեցին, կարաս դու եւ քո ծառայությունը վայր ընկնեք, դժվարությունների մեջով անցնեք։ Դրա համար շատ կարևոր է որպես լիդեր, որպես ավակ, որպես քո տան գլուխ, որպես Քրիստոսի զավակ, որպես մարդ, որ կոչում ունես այս երկրի մեջ, ամեն ժամանակ Տիրոջ խոսքը լսող լինես ու չսխալվես։ Ճիշտ է, խոսքն ասում է, արդարի նեղությունը շատ է, Տերն ազատում է, բայց պետք չէր հաստատ Հովնանին 3 օր հայտնվել կետի փորում։ Պետք չէր ինքը զգար այդ ամեն ինչը նոր ապաշխարեր։ Այսօր այդ օրն է, որ ամեն մեկս աղոթենք ու ասենք Տեր, թող մեր ականջները բաց լինի ու մենք այնքան խոնարհ սիրտ ունենանք, որ ամեն ժամանակ Տեր, ինչ որ ասես մենք քեզ այո կասենք։ Ես հենց սրա համար եմ այս օրինակները բերում, որ մենք չլինենք մարդ, որ սենց կասենք, դե ոչինչ, մեր Տերը ներող է։ Հենց Հովնանն էլ էր այդպես մտածում, որ ինքը բարի Աստված ուներ, ողորմած Տեր ուներ։ Ոչինչ, այս անգամ էլ կփախնի, կապաշխարի Տերը կների։ Բայց չէ որ այդ ժամանակը, միջև դու ապաշխարես ու գնաս Տիրոջ ետևից, դու օրեր ես անցկացնում։ Այդ 3 օր կետի փորում նա այդ ամեն ինչը զգում էր։ Երբ որ կարդաս, դու կտեսնես նա ինչ աղոթք է բարձրացնում Տիրոջ առաջ։ Տեր ջան, ինչերի մեջով անցա։ Հասկանում ես այդ հոտը, կետը ինչ որ բան ուտում էր, մարսում էր, ինքն էլ դրա մեջով անցնում էր։ Բայց դա Տիրոջ ողորմությունն էր, որ ինքը չէր մարսվել։ Շատ անգամ մենք ինչ որ իրավիճակից դուրս ենք գալիս, սխալ ճանապարհներ քայլելով ու դու սենց հպարտ քայլում ես, դա քեզանից էր, քեզանից չէր, Տերը ունի կոչում քո համար, Տերը ունի որոշում քո համար, Տերը ունի խոսք քո համար ուղարկած, որ նա պետքա Նինվե գնար։ Քեզ ինչ ա թվում, չկային ուրիշ մարդիկ, որ պետքա գնային ու քարոզեին։ Կար, բայց հենց Տերը քեզ ա ընտրել, որ դու գնաս։ Հենց վախկոտի, որ միգուցե ինքը վախենում էր գնար։ Բայց ոնց որ Գեդեոնը, որ նոր խոսացինք, ասեց ով հզոր զորավոր, ասում է Գեդեոնը կալի մեջ սենց շրջվեց, տեսավ ինչ որ մեկը կա իրա կողքին, որովհետև ինքը գիտեր, որ ինքը զորավոր չէր, բայց Տիրոջ խոսքն իրան զորավոր էր կոչել։ Այո, հենց նա էր զորավորը, նա էր պետք իր երկրի համար։ Այսօր հենց մենք ենք պետք, հենց Հովնանն էր պետք Նինվե քաղաքի համար, որ հենց ինքը գնար ու կանգներ։ Դրա համար շատ անգամ դու ինքդ մի որոշի դու ինչ կանես։ Եթե դու հանձնվել ես Տիրոջը ու ասել ես Տեր, ես քո ճանապարհի մեջ քայլում եմ, Տերը ինչ որ տա, դու ասա Տեր, ես զորավոր եմ, ես կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Սա է քրիստոնյայի ճշմարիտ որոշումը։ Ոչ թե ասել, չէ, դե պետք չի, այս անգամ ոչինչ, չգիտեմ ինչ բաներ, դու ինքդ քննի քո ներսում, թե ինչ ճանապարհներ ես բաց թողել, որ դու կարայիր անել։ Ու այդ ժամանակ, երբ որ Հովնանը գնում է, բայց ասեմ քեզ, որ Տերը երբ որ ծրագիր ունի քո համար, ինքը քո կողքիններին հաստատ ինչ որ իրավիճակի մեջ կգցի, որ կգան ու քեզ կարթնացնեն։ Քո ներսում հենց առաջինը Սուրբ Հոգին, ինքը քո ներսում անխաղաղ վիճակ կբերի ու կասի, ինչի ես քնել, վեր կաց, գնա ու արա ինչ որ Տիրոջ կամքն է։ Ու այդ ժամանակ Նավապետը նրա մոտ է իջնում 6-րդ խոսքում ու ասում է նրան, ինչ ես մրափել, վեր կաց, աղաղակի քո ասում, շատ լավ ասում։ Ոչ թե քնել էր նա, այլ փախել ու մրափել էր։ Շատ հետաքրքիր ասում, որ շատ անգամ մենք մի հատ քուն ենք մտնում, որտեղ որ պետք չի այդ հանգստությունը, այն որ անմոռաց քնում ես, որ առավոտյան արթնանաս։ Դրա համար պետքա վեր կենաս ու հիմա քնելու ժամանակ չի, պետքա կանգնենք ու Աստծո գործը անենք։ Ու ասում աղաղակիր քո Աստծուն, գուցե Աստված հիշի քեզ եւ մենք չկորչենք։ Եթե անգամ անհավատ ժողովուրդը ինքը գիտի, որ քրիստոնյան, երբ որ աղաղակի, Տերը նրա ձայնը կլսի ու իրավիճակից կհանի, ինչու ենք մենք լուռ։ Ինչու ենք շատ ժամանակ մեր աղոթքներում պասիվ։ Ինչու ենք շատ իրավիճակների մեջ հարմարվել էր Հովնանը։
Միգուցե այդ ճոճքը, հա, որ այդ փոթորիկ էր նրան քնացնում էր։ Շատ լավ իրավիճակ է, երբ որ ոտքերի տակ սենց յուղում են, ամեն ինչ շատ լավ է։ Մի հարմարվիր այդ իրավիճակին։ Քրիստոնյան երբեք չպետք է հարմարվի ոչ մի իրավիճակում, որովհետև Տերն ասում է, թևեր եմ տվել, որ պետք է ճախրես վերև։ Ուժ եմ տվել, երբ որ տկար ես, մի ասա, հիմա էլ իմ ժամանակն է հանգստանալու, քո ժամանակը հավիտենականության մեջ է լինելու։ Իսկ այստեղ մենք ունենք Տիրոջից կանչ։ Տերն ասեց, ես գնում եմ, բայց դուք մնում եք, որ ինչ անեք, այն կիսատ գործը, որ ես թողել եմ, ես ու դու պետք է անենք։ Բա մենք նոր խոսում ենք մի բանի մասին, որ պետք է հենվենք Տիրոջ վրա։ Ասում է, գցեք ձեր հոգսերը Տիրոջ վրա։ Բայց ինչ ես մտածում, եթե Տերը ասում է գցեք, նա չի ուզում, որ լինենք մենք այն մարդիկ, որ Տերն էլ շատ վստահորեն իր գործը կգցի մեր վրա ու կասի, ես հավատում եմ, որ կգնաս ու կանես այդ գործը։ Բայց Հովնանը քնել էր իր համար։ Ու նրանք որոշեցին, ժողովուրդը խուճապի մեջ էին, արթնացած մարդիկ։ Ու ասում են, եկեք վիճակ գցենք ու տեսնենք, թե այս չարիքը ումից է եկել, որովհետև եթե դժվարություն կա քո կյանքում, դա Աստծուց չի։ Ասեմ քեզ, Աստծուց չի, երբ որ դու հիվանդ ես, երբ որ դու դժվարության մեջ ես, երբ որ դու տկար ես, դրա համար ես գիտեմ մի բան, որ մեր Աստված արդար դատավոր է, արդար Տեր է։ Շատ անգամ, երբ որ դու քրիստոնյա, ինչ որ իրավիճակի մեջ քեզ հայտնաբերում են ու գտնում են, որ հենց դու ես մեղավոր, մտածում ու ասում ես, ինչի, բա Տերը կարար թաքցնել։ Ոչ, մեր Աստված այնքան սուրբ ու արդար է, ասում է, վիճակ գցեցին ու վիճակն ընկավ հենց Հովնանի վրա։ Ու չես կարա փախնես, սիրելիս, ոչ մի իրավիճակի մեջից դու չես կարա դուրս գաս, եթե դու սխալվել ես ու Տիրոջ ճանապարհի մեջ չես։ Ու քեզ ինչ է թվում, եթե այս անգամ Տերը ողորմար ու Հովնանին ասեր, լավ, թե փախնում ա, թող գնա, մեկա իմն է, հաջորդ անգամ էլ կսխալվեր, բայց իրավիճակի մեջ Տերը թույլ տվեց, որ Հովնանն ապաշխարի, հասկանա, որ իր Աստվածը ով է, ու նրա գործի հետևում կանգնող մեկը լինի, օգնող լինի։ Ու երբ որ ասում է Հովնանին, ասում են, ով ես դու, վիճակ անգել քո վրա, ով ես, ու նրանք հասկանում են, որ նա այն մեկն է, Աստծու զորավորն է, որ Տիրոջ գործից փախել է։ Ու շատ ասում է, եւ այդ մարդիկ 10-րդ խոսքը վախեցան, մեծ վախով եւ ասացին նրան, դու ինչ ես արել, որ Աստված այս պատիժն է, հա, քո պատճառով մենք հիմա այս իրավիճակի մեջ ենք։ Ու այստեղ ասեցին, ինչ անենք։ Հովնանը շատ լավ իմանալով, որ Տիրոջ դատը արդար է, ասեց, ինչ պիտի անեք, առեք ու ինձ գցեք ծովը։ Այստեղ ինչ ա գալի, որ նա չարդարացավ։ Գիտեք ինչ, ժողովուրդ, այդ Նինվե քաղաքում այնպիսի մարդիկ են, Տերը չգիտի, որ ինձ ուղարկում է այնտեղ, ինձ կհալածեն, կսպանեն, տես չարեց։ Ապաշխարեց, ասեց, այո, ես մեղավոր եմ, իմ պատճառով է, ավելի լավ է ես մեռնեմ, ես գնամ, թող փրկությունը ձեզ գա։ Իրավիճակներ կա, որ դու պետք է խոնարհվես Աստծու առաջ ու ասես, Տեր, սխալվել եմ, սխալ եմ եղել, միգուցե չեմ վստահել քեզ, չեմ հավատացել քեզ։ Այստեղ արդեն գալիս է սիրտ ապաշխարության, որ նորից նա հասկանում է, թե նա ում ետևից պետք է քայլի։ Ու Հովնանն ինչ են անում, վերցնում են, ասում է, երբ որ նրանք գցում են ջուրը, փոթորիկը մի անգամից կանգնում է, ամեն իրավիճակ շտկվում է, որովհետև Տերն իր գործը արեց։ Դրա համար, երբ որ իրավիճակներ կգան, դժվարություններ կգան, երբեք մի հարմարվի, գնա մտի քո ծածուկ սենյակը, մեզ պետք չի 3 օր կետի փորում մնալ, մեզ պետք չի դժվարությունների մեջով անցնել, գնա ու ասա, Տեր, ապաշխարում եմ, ինչ չեմ արել, որ խոսքը չեմ կատարել, որ խոսքիդ մեջ հավատարիմ չեմ եղել, ինչ եմ ուխտել, որ չեմ կատարել, որովհետև խոսքն ասում է, եթե ինչ որ բան ուխտել ես, կատարող եղիր։ Չանելով դու սխալ ես բերում քո կյանքում, մեղքն ես բերում քո կյանքում։ Տեր ջան, որոշում եմ կայացրել, որ քայլելու եմ քո ճանապարհով ու կգնանք քո հետևից։ Ուրեմն գնացեք, վստահ եղեք, որ ամեն բան լավ է լինելու։ Ու ասում այն ժամանակ, երբ որ անգամ թիավարողները թիավարում էին, որպեսզի հասնեին ցամաքին, այնքան հակառակությունը հզոր էր, որ չէին կարողանում, բայց հենց այդ պահին ինչ եղավ, ծովը կանգնում է ու նրանք շատ ու կարողանում են թիավարել։ Ու այստեղ 13-րդ խոսքը ես զարմանում եմ այդ մարդկանց վրա, որ
իրականում ինչի համար ասեցի, որ աշխարհիկ մարդը, այն որ Տիրոջը չի ճանաչում, այն ազգը, չէ՞ որ հրեա ազգը ծնված ժամանակվանից նրանք Տիրոջ ծառաներն էին, Տիրոջ մարդիկ էին, որ իրանց ներսում դաստիարակվում ու մեծանում էին, գիտեին Տիրոջ վախը, գիտեին Աստծո սրբությունը, գործերը, բայց ասում այդ անհավատ մարդիկ նրան 13-րդ խոսքը ասում է եւ նրանք աղաղակեցին Եհովային եւ ասեցին 14-ը ով Եհովա աղաչում ենք թող չկորչեն այս մարդի անձի պատճառովը եւ անմեղ արյուն մի գցիր մեզ վրա որովհետեւ դու ով Եհովա ինչպես որ ուզում ես անում ես աղոթում էին այն մարդիկ որ Աստծուն չէին ճանաչում ասма ոնց ուզում տենց անում ես Տեր ջան խնդրում էին այդ դժվարության մեջ ես դրա համար եմ ասում սիրելիներս այսօր մեր ձայնը պետք է ավելին բարձրանա մեր հավատքը մեր աղոթքները ամեն ժամանակ պետք է վեր բարձրանա ու երբ որ գցում են Հովնանին ծովը դադարում է ու ասում է այդ ժամանակ ինչ անում գալիս է վախը երկյուղը անհավատ ժողովրդի մեջ ու ասում են նրանք ապաշխարում են որովհետև տեսնում են Աստծո փառքը եթե այսօր մեր կյանքում հրաշքներ ա լինում սիրելիս դա միայն քո համար չի դա նաև քո կողքիններիդ համար է ու ասում են նրանք տեսան եւ այն մարդիկ մեծ երկյուղով վախեցան Տերիցը եւ զոհեր մատուցեցին Տիրոջը եւ ուխտեր արեցին եւ եղան փրկվողներ այսինքն ինչ եմ ուզում ասել եթե դու քո ճիշտ ճանապարհի վրա ես սիրելիս Հավատա, պետք չի մարդկանց գնալ, ինչեր պատմել, քո արած գործը արդեն ցույց կտա, քո Տիրոջը, որ նրանք կտեսնեն ու կվախենան ու կգան քո Տիրոջի ետևից։ Ու ասում է, այդ ժամանակ ինչ եղավ, Տիրոջից ուղարկված մի ձուկ կերավ Հովնանին, եւ Հովնանը 3 օր մնաց գետի փորում։ Ու ինչ սկսվեց։ Իրավիճակներ, դժվարություն, արդեն քո դրան առաջը չոքած խնդիրներ, մահացու հիվանդություններ, իրավիճակներ, կռիվներ, չգիտեմ ինչ վեճեր քո ընտանիքում, անհաշտություններ, ամուսին կին, երեխա, չհասկանալ, ես էլ չասեմ եմ բոլոր խնդիրները, որ պատում են ինչ որ վիճակա, որ այս երկրի վրա կարա մարդուն հասնի։ Ու այդ ժամանակ միայն մի բան է պետք հասկանալ որ չկա ուրիշ ոչ մեկ, որ կարա քո այդ իրավիճակում քեզ փրկի։ Ոչ քո թանկ բարեկամը, անգամ քո ծնողը չի կարա քեզ փրկի։ Իրավիճակներ, մահացու հիվանդություններ, ես խոսում եմ այն բաների մասին, որ մարդու կյանք կարա խլի։ Ինչքան էլ դու կամենաս դու չես կարա, բայց այստեղ իրավիճակա, որ դու պետք Աստծո առաջ խոնարհվես ու ասես Տեր ջան, միայն դու կարաս։ Ու երկրորդ գլուխը, երբ որ մենք տեսնում ենք, ասում է եւ Հովնան աղոթք արավ Եվ իր Տեր Աստծուն ձկան փորիցը իրավիճակներից ելնելով ոչ թե ինքը հարմարվեց, տկարացավ, թուլացավ, ուժ հավաքեց ձկան փորի մեջից իրավիճակներից ձայն բարձրացրեց ու ասում է եւ ասեց իմ նեղությունից կանչեցի դեպի Տերը եւ նա ինձ պատասխանեց անդունդի փորից աղաղակեցի եւ դու լսեցիր իմ ձայնը այո Տեր մենք աղաղակող ենք լինելու թե մեր համար թե մեր կողքինների, մեր ընտանիքի ամեն մի անդամի համար, որ նրանք փրկված չեն ու Տիրոջը չունեն իրանց կյանքում։ Ինչու ոչ, մեր երկրի, մեր սահմանների ամեն իրավիճակների համար մենք պետք է միշտ ձայն բարձրացնող լինենք։ Ու մենք տեսնում ենք 9-րդ խոսքում, որ Հովնանն ասում է, բայց ես օրհնության ձայնով քեզ զոհ պիտի մատուցեմ, արդեն ինքը իր ելքը տեսնում էր, որ ինքն արդեն դուրս է գալու, փրկություն կա, այսենց պիտի աղոթես, որ Տեր, այս վիճակը ինչի համար է, ոչ Տեր, ես տեսնում եմ, հավատքի մարդը պետքա տեսնող լինի, հավատքի մարդը պետքա հավատքի մարդ լինի, պետքա տեսնի փրկությունը, պետքա պատից այն կողմ հաղթանակը տեսնի, բժշկությունը պետքա տեսնի, եթե իր աչքերն էլ չի տեսնում, այդպիսին դու պետքա լինես։ Ու ասում եմ նա օրհնության ձայնով մեծ աղաղակեց ու ասեց, քեզ մեծ զոհեր պիտի մատուցեմ, արածդ խոսմունքս պիտի կատարեմ։ Այս է ճշմարիտ վկայությունը, որ մարդը ինքը պետքա ամեն ժամանակ Տիրոջը խնդրող լինի։ Ու ես քեզ մի բարի լուր էլ այսօր ասեմ։ Ես քեզ ասեմ, որ Աստծո խոսքը, երբ որ դու կարդում ես, դա միշտ բարի լուր է քո ականջին, երբ որ լսում ես։ Բայց ամեն իրավիճակից հետո Տերը օրհնություն ունի քո համար, երբ որ դու կլսես ու կատարես։ Ու երրորդ գլխում, երբ որ մենք նայում ենք,
երրորդ գլխի 3-րդ խոսքում էստեղ ասում է, որ Նինվե մեծ քաղաք էր Աստծո համար, 3 օրվա ճանապարհ, բայց Հովնանը դա անցավ 1 օրում։ Սիրելիս, սա քեզ լուր, այն ինչ դժվարությունների մեջ, որ քո ականջը քեզ խաբել է լսելու համար, որ քո աչքդ քեզ վախացնում է տեսնելու համար, 3 օրվա ճանապարհը Նինվե Հովնանն անցավ 1 օրում։ Սա ինչի մասին է խոսում, որ Տերն ասում է, եթե դուք ինձ վստահեք, եթե դուք իմ հետ քայլեք, եթե ամեն իրավիճակների մեջ իմ հետ լինեք, ամեն բանի մեջ գերբնական ու կատարյալը կլինի։ Դա գերբնական չի, որ այդ ճանապարհը Տերը 1 օրում անցկացրեց նրան։ Շատ անգամ մեր կյանքերում էլ իրավիճակներ ա լինում, որ բժիշկները հույս չեն տալիս։ Իրավիճակներ կա, որ դու սա չես կարանես դրա մեջով անցնես, բայց դու անցնում ես։ Ասեմ քեզ, դա գերբնական իրավիճակ է, որ մարդիկ տարիներ շարունակ չարչարվում են, բայց դու այսօր ունես ընտանիք, որ դու ունես երեխաներ քո կողքդ, որ դու ունես լավ քույր ու եղբայր։ Գիտես ինչքան մարդիկ կան, որ կարոտ են, որ ինչ որ մեկը իր կողքին լինի, որ հոգ տանի իրան, որ սիրի, հարգի ու պատվի։ Բայց այսօր տես, Քրիստոսով մենք ինչքան ենք ու շատ ենք ու մեկս մեկի կողքին կանգնող մարդիկ ենք։ Դրա համար իմացի, որ ամեն ժամանակ Տերը իրավիճակներ շտկող է։ Քանի որ մենք ունենք նաև 15 րոպե, ես ուզում եմ, չեմ ուզում ասեմ վերջացնում ենք, ուզում եմ նաև շատ տեղեր կա Աստծո խոսքում, շատ իրավիճակներ, որ մարդը դժվարության մեջով ինչպես կարողացավ անցնել։ Բայց ես նաև կուզեմ մի մարդու մասին էլ խոսեմ, որ մենք հասկանանք, որ անգամ Սաղմոս 22:11-ի մեջ ասում է նեղությունները մոտ է, բայց օգնող չկա։ Չկա, ասում եմ իրավիճակներ կա, որ անգամ կարա մարդը լինի քո կողքում, բայց նա չկարողանա այդ իրավիճակի մեջ քեզ օգնել, որովհետև նա էլ մարդը իրան էլ օգնություն պետք։ Ու նաև Սաղմոս 12:5-ը շատ լավ է խոսում, ասում է քո աղոթքը կարա շարժի Տիրոջ գութը, երբ որ նա նեղության մեջ, ուզում եմ կարդամ այդ խոսքը, ու երբ որ կարդում ես, մի տես քո կողքինին, նայի որ հենց քեզ է դա վերաբերվում, ու քո իրավիճակի մեջ դա հենց այն դեղն է, որ պետքա քեզ։ Խեղճերի նեղության եւ աղքատների հառաչելու համար հենց հիմա վեր կկենամ, ասում է Տերը, փրկության մեջ կդնեմ նրան ու որ փափագում է նրան։ Քո աղոթքը Տիրոջ գութը շարժում է։ Գիտես ինչա թշնամին քեզանից պահում, որ դու չաղոթես, որովհետև նա գիտի, որ մեր ամեն մի ձայնը Տիրոջ ականջին լսել է տալիս։ Նա գիտի, երբ որ դու հառաչանքով, աղոթքով բարձրացնում ես ձայնը Տիրոջ առաջ, ասում է Տիրոջ քո հառաչելուց համար Տերն ասում է վեր կկենամ ու հենց ինքը քո հարցերդ կլուծի։ Ու երբ որ նայում է այս խոսքը, ու հիշեցի Հովհաննես 5:5 մի պատմություն, որ մի մարդ կար, որ հենց Տիրոջ կարիքն ուներ։ Երուսաղեմում 5-ի առաջին խոսքից կարող ես կարդալ, որ եւ երկրորդ խոսքը, եւ Երուսաղեմում ոչխարած դռան մոտ մի ավազան կար, որ եբրայերեն Բեթեզդա էր կոչվում, որ 5 սրահ ունի, նրանցում խիստ շատ հիվանդներ կային պարկած, շատ մարդիկ, ովքեր տառապում էին, ովքեր խնդիրներ ունեին։ Կույրեր, կաղեր, չորացածներ, որ ջրի շարժվելուն էին սպասում, որովհետև Տիրոջ հրեշտակը ժամանակ վայր էր գալիս այն ավազանը եւ ջուրը շարժում էր։ Եվ ջրի շարժվելուց հետո նրա մեջ առաջ մտնող բժշկվում էր։ Ինչ հիվանդություն էր որ ունենար, բժշկվում էր։ Ասում է, երբ որ Տերը գալիս էր, շատ մարդիկ կային, շատ։ Այսօր մարդիկ, ես ինչի համար եմ ասում, բոլորն էլ մարդ են ու բոլորը խնդիր կարան ունենան, բայց կարաս դու քո խնդրով սպասես ինչ որ մեկը գա քեզ փրկի, բայց այսօր Տերն ասում է, ու այդ մարդը, երբ որ շարունակում ես, 5-րդ խոսքը, եւ ասում այնտեղ մի մարդ կար, որ 38 տարի հիվանդության մեջ էր, 38 տարի մարդը սպասում էր, որ ինչ որ մեկը կգտնվի, որ երբ որ ժամանակ առ ժամանակ, ոչ միշտ, ոչ ամեն օր, միգուցե դա տարիներ էր պետք, որ այդ օրը գար, որպեսզի Սուրբ Հոգու հրեշտակը գար ու այդ ջուրը խառներ իրար,
ու ով որ առաջինը իրան նետեր այդ ջրի մեջ, նա կստանար այդ փրկությունն ու բժշկությունը։ Բայց գիտես ինչ, նա չուներ, այն մեկն էր, որ առաջանկով միայն Աստծուն էր կանչում, չուներ իր կողքը մարդիկ, մենակ էր, միգուցե բարեկամներ չուներ, այդ 38 տարվա մեջ հեռացել էին իրանից, թողել էին մենակ, մարդը հույսը կտրված մենակ նստած, չկար մեկը, որ նրան օգնող լիներ։ Բայց հենց այդ ժամանակ Տերը գալիս ու ասում է նրան, երբ որ Հիսուսը նրան պառկած տեսավ եւ գիտած, թե արդեն շատ ժամանակից է նրան ասած, կամենում ես առողջ լինել, հիվանդը պատասխանեց նրան, Տեր, մարդ չունեմ, որ երբ որ ջուրը շարժվում է ինձ ավազանի մեջ գցի, եւ մինչեւ որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է եւ մտնում մեջը։ Հիսուսը նրան ասեց, վեր կաց, մահիճդ առ եւ ման եկ, եւ մարդը իսկույն ողջացավ եւ գնաց։ Ինչա պետք մեզ, շատ անգամ դժվարության մեջ նստել մտածում ես ով կգա քեզ ու կհասցնի այդ բաժնին, ով կգա քեզ այդ իրավիճակի մեջից կհանի։ Հենց այն, որ Տիրոջ խոսքն ասում է խեղճերի, նեղության եւ աղքատների հառաչելու համար, հենց հիմա վեր կկենամ ու ինչ կանեմ, քեզ ազատության մեջ կդնեմ, քեզ փրկության մեջ կդնեմ։ Ինչ ես կարծում։ Այդ մարդը ամեն ժամանակ տեսնելով ուրիշի հրաշքը, ինքը ավելի էր ետ գնում, ավելի էր հիասթափվում մարդկանց գործերից, ոնց որ այսօր մենք սպասում ենք, ինչ որ մեկը կգա քեզ այս իրավիճակից կհանի, ու տեսնում ես այդ մարդը լուռ է, ոչ էլ նկատում է քո կարիքը, ոչ էլ տեսնում է իրավիճակներ, Տերն է փակում նրա աչքերը, որ դու Տիրոջ զավակդ, աղաղակես նրան ու ասես Տեր, իմ փրկությունը քեզանից է, այն միայն ճշմարտությունը քո հետ միասին է ու կյանքը ես ունեմ իմ Տիրոջ հետ։ Վստահում ես Տիրոջը, վստահիր Տիրոջը քո անձդ, քո կյանքդ, դրա համար ասում է, երբ որ այդ մարդը հիվանդը տեսավ Հիսուսին, իմացավ ինչ որ մեկն է, որ եկել է, որ հասնի նրան, որ առաջինը նետվելուն պես ողորմություն էր խնդրում, ու Տերը տեսել էր նրա աղոթքը, լսել էր ու հասել էր նրան, որ հենց այդ ժամանակ նա լիներ այդ մեկը, որ բժշկությունը կվերցներ։ Դրա համար հեռու մի ման եկեք, Տերը մեր մեջ է։ Երբեք քո բժշկությունը կյանքիդ ամեն բնակավարներում հեռու ման մի արի, նա քո կողքին է ու քո մեջ է։ Ամեն իրավիճակների մեջ քեզ փրկողն ու բժշկողը Աստված է։ Ամեն բանի մեջ ազատողը Աստված է։ Ուզում եմ նաև միասին կարդանք Սաղմոս 118-ը, ավելի զորանանք ու աղոթքով գանք Աստծու առաջ։ Չգիտեմ ինչքանով ես կարացի քեզ օգտակար լինեմ, բայց գնա աղոթի ու ասա Տեր, եթե իրավիճակներ ա եկել ու ինչ որ փոթորիկի մեջ եմ, ես գիտեմ Տեր, որ իմ ապաշխարելու ժամանակն է, քո առաջ գալու ժամանակն է, քեզանից ստանալու ժամանակն է, մարդ չկա որ օգնի, բայց Աստված ամեն ժամանակ պատրաստ է, որ ամեն ժամանակ հասնի քեզ։ Ամեն։ 118-ի 5-րդ խոսքից։ Նեղության միջից Տիրոջը կանչեցի, Տերը լսեց ինձ եւ լայնարձակ տեղ հանեց ինձ։ Սա արդեն օրհնության, նա արդեն իրավիճակի մեջ էր ընկել ու գովաբանում Աստծուն ու ասում է Տեր, հանել ես ամեն իրավիճակից, Տեր ինձ հետ է, ասա Տերն ինձ հետ է, ես չեմ վախենամ, մարդն ինձ ինչ կաներ, Տերն իմ օգնականներով ինձ հետ է, եւ ես իմ թշնամիների վրա կնայեմ։ Լավ է Տիրոջը հուսալ, քանց թե մարդկանց ապավինել, լավ է Տիրոջը հուսալ, քանց թե իշխաններին ապավինել, բոլոր հեթանոսները պաշարեցին ինձ, բայց ես Տիրոջ անունով կջարդեմ նրանց, ամեն կողմով պատեցին ինձ, բայց ես Տիրոջ անունով կջարդեմ նրանց, ասա պատեցին ինձ ինչպես մեղուներ, հանգեցան ինչպես փուշերի կրակ, բայց Տիրոջ անունով կջարդեմ նրանց, զարկելով զարկեցին ինձ, որ վայր ընկնեմ, բայց Տերը օգնեց ինձ, Տերն իմ զորությունը, իմ Սաղմոսն է, նա եղավ ինձ համար փրկություն, ցնծության եւ փրկության ձայն կարդարների բնակարանումը, Տիրոջ աչքը զորություն է գործում, Տիրոջ աչքը բարձր է, Տիրոջ աչքը զորություն է գործում, ասա ես չեմ մեռնի, կապրեմ եւ Տիրոջ գործերը կպատմեմ։ Փառք Աստծուն, փառք քեզ Տեր, շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ,
Այո, որ ունենք մի Աստված, որ ամեն ժամանակ հոգատանում քո համար, ու Տիրոջ անունը բարձր է լինելու արդարների տան վրա, արդարի աղոթքը լսվելու ու պատասխանվելու է։ Այո, մենք չենք մեռնելու, մենք ապրելու ենք ու Տիրոջ փառքը պատմելու ենք։ Ոնց որ Հովնանին Տերը չթողեց, որովհետև նա ուներ միսիա, նա ուներ կոչում Հովնանի կյանքում, ոնց որ այսօր քո կյանքում ունի։ Դրա համար ամեն իրավիճակների մեջ ոչ թե իրավիճակին է խոնարհվել պետք, այդ Տիրոջը։ Ուզում եմ կանգնենք մեր ոտքերի վրա, եթե կարելի է փառաբանությունը գա։ Աղոթենք ու ասենք Տեր ջան, իրականում ապաշխարող եղիր։ Խնդրի Տիրոջն ու ասա Տեր, եթե ինչ որ իրավիճակներ ա եկել մեր կյանքում Տեր ջան, միայն դու կարաս ազատես։ Հիսուս ջան, մենք քեզ փառք ենք տալի։ Այո, մենք ոչ մեկին չենք հուսում, Տեր ջան։ Մարդկային ոչ մի գաղափար մենք չենք ընդունում։ Ոչ մի բան, միայն քոնը իմ Աստված։ Դրա համար ել ավելին ճանաչելություն ա պետք։ Եթե դու քո Տիրոջը չճանաչես, դու չես կարա քեզ գցես նրա գրկում։ Եթե դու չհավատաս, որ այս իրավիճակում Տերը կարա քեզ փրկի, դու չես էլ աղոթի։ Դրա համար մենք շատ անգամ Տիրոջ զորությունը չճանաչելով, մենք մեր աղոթքներում տկարանում ու թուլանում ենք։ Բայց այսօր ժամանակն է, որ դու քո Տիրոջը ել ավելի ճանաչես։ Որ նա է զորավոր Աստվածը, նրանից ջոկ չկա։ Տեր աննման ես դու։ Գովերգում ենք քեզ մեր ամենակարող Աստված, այո Հիսուս, քո սերդ անսահման է Տեր, այնքան առատ ու ողորմած Տեր ես իմ Աստված, որ մենք միայն ու միայն քո առաջ ենք խոնարհում։ Մենք գիտենք Տեր, որ ելանելի իրավիճակներ կան մեր մեջ, շատերի մեջ, Տեր արդարների մեջ, քեզ հավատացողների մեջ Տեր ջան, բայց նաև գիտենք, որ ճանապարհը քեզանով է, որ ելքը միայն դու գիտես մեր ամենակարող Աստված։ Այսօր քո ժողովուրդը Տեր, քո աչքիդ կարիքն ունի, որ ձեռքդ մեկնես ամեն մեկիս կյանքերի վրա, որ փրկության Տեր քո խոսքն ասում, աղաղակի ձայն կար քո արդարների տան մեջ, որովհետև դու լրացրել էիր նրանց կարիքները։ Ամեն հիվանդի բժշկողը դու ես Տեր, ամեն իրավիճակներ շտկողը դու ես, ամեն անեծ քանդողը դու ես Տեր ջան։ Այո, մենք ուզում ենք, որ մեր բնակարաններից, որ ներսից Տեր միայն օրհնության ու փառաբանության ձայն դուրս գա, որովհետև դու լրացնող Աստված ես, որովհետև Տեր դու աղքատի կողքին կանգնող ես, որովհետև Տեր իմ Աստված աղաչողի կողքին դու ես կանգնող Տեր ջան, դու ես լսում ու ամեն ժամանակ կատարում ես Տեր։ Ոնց որ դու Տեր այն ժամանակ քո զավակի Տեր իմ Աստված ողորմեցիր ու ազատեցիր Տեր իմ Աստված Հովնանին կետի փորից, այսօր էլ դու ունես այդ զորությունը Տեր ջան, որ կարող ես այստեղ ամեն մի տկարի հանել ամեն իրավիճակից։ Մենք հավատում ենք Տեր, հավատում ենք մի Աստծո զորության Տեր, որ իջավ ու դժոխքից հարություն տվեց մեր Տիրոջը։ Մենք հավատում ենք Տեր ջան հարուցանող Աստծուն։ Մենք հավատում ենք այն մեկին, որ լուր չի կենում, երբ որ աղաչանք ու աղոթք ա լսում։